Մեզ ինչպիսի ղեկավար է պետք, ուժեղ, բարի, հոգատար, որ ժողովրդի հոգսերով ուժեղ կառավարություն։ Մեր երկրում ամենալավ խաղաղ որ պիտի ելնենք, մենք լավ ապրենք, լինի ինքը հայ, Երևանում ապրող հայ եւ ուժեղ։ Սա Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանից բացի ուրիշ ոչ մեկին ես չեմ տեսնում։ Սենց Կարապետյանը։ ինչպիսի ղեկավար է իսկ մեզ պետք։ Մեզ ուժեղ ու դիվանագետ։ Որ ժողովրդի տեր պիտի կայնի, ժողովրդի մասին առաջնակարգ մտածի, ոչ թե իրական բանի մասին։ Իսկ ում եք տեսնում ըստ վարչապետի թեկնածուներից։ Դա հիմա էդի բանա, բայց ոչ Նիկոլին։ Էդի գաղտնիքա, ոչ Նիկոլին։ Բարի, ուժեղ, թոշակները բարձրացնեն, գումարը բարձրացնեն, որ կարողանանք ապրենք։ Ուժեղ, հավատալի, սրտացավ։ Աշխատավարձի ավելացում անի, ժողովուրդը ապրեն, չենք ասում ելնենք հարուստների հարուստը մի չակ ապրեն գոնե, սենց ապրիլ չի լինում, ես ապրիլակեպ չի, գործի տեղ տա, իմ տարիչիս ջորա ես քնամ աշխատանք, ունենամ աշխատեմ։ Ես սովետի մարդ եմ, սովետի վախածանված, մեծացած, այն վաղվա կյանքը ուրիշ էր, հիմա ուրիշ է, ես կցանկանայի, որ բարեխիղճ, լավ ղեկավար լինի, ժողովրդի մասին մտածի, մարդկանց աշխատատեղեր լինի, բարձր աշխատավարձ լինի, սա բնակչությունը ամենաթեփ մարդկով գնամ հաց են առնում, ամոթել է։ Ուժեղ ղեկավար, բարի ղեկավար, ժողովրդի մտածող, ժողովրդի մի հոգսերի մեջ մտածի, ժողովրդի խնդիրներ ունեն։ Ղեկավարը հայրենասեր առաջի հերթին, իր կրոնին հավատարիմ, իր եկեղեցուն նվիրված լինի ու ազգին սիրող ու խիստ։ Առաջնահերթ արտաքին գործերով զբաղվող լուրջ դիվանագետ մարդապետ, որ Ալիևի դեմը գնա, չկզա, կարանա պարզ ճակատով հետը հարց լուծի, ոչ թե գնա կոշիկները լիզելով նստի ինչ-որ բան անի, այլ լուրջ մարդապետ։ Երկրորդ հերթին խնդիրը արդեն արտաքին գործերն է, մեր տնտեսությունն է, մեր ամեն ինչն է, որը այս մարդիկ քաոս են սարքել։ Առաջին հերթին իշխանությունը պիտի կա, որ մեր վայրեջքը տանտաղեցնի, որտեղ մենք շատ արագ վայրեջք ենք արձանագրում։ Վարչապետ Փաշինյանը մեզի դանում է շատ վտանգավոր pedagogical քանտումի իրավիճակի մեջ։ Ազգանվեր, որի բոլոր պոտենցիալը ստացնում Սամվել Կարապետյանի մեջ։ Մարդը օտար երկրում բախվելով լիքը խնդիրների հետ, ստեղծելով մեծ կարողություն, իր սեփական միջոցներից արել է լավ կարողություն, լավ բաներ, լավ գործեր իր երկրի, իր ժողովրդի համար։ Բայց մարդիկ կան եկել են իշխանության, մեր մուծած, ասենք ոսկի հարկերի միջոցներով անում են անորակ ասֆալտ, ու տենց լիքը վատ բաներ, հերիք չի ստանում են պարքև ավաճարներ, այսօր են բան են ուզում թափտան, ինչ-որ վատ բաներ են խոսում Սամվել Կարապետյանի հասային, ես ինչ չեմ ունում, բոլորը տենում են հանրային այդ ամեն ինչը, բոլորին հասանելի, բոլորին տեսանելի։ Մի հատ նորմալ մեծ ղեկավար է պետք, որ Հայաստանը սարքի իսկական անկախ ազատ Հայաստան, ոչ թե ահու սարսափի, ով ճիշտ էլ խոսում է, տանում են, կալանում են, կալանք է ենթարկում։ Վազգեն Սարգսյան նման մարդ, այդ տիպիկ, որ ճիշտ ճանապարհի վրա կայնացնի։ 80% վարձով են ապրում, նեղ են ապրում, սոված, ծառա, անճար վիճակով մարդիկ։ Այդ ինչ է Հայաստանի վիճակը։ Ամոթել է։ Հայաստանի ղեկավար վարչապետ ես պատկերացնում եմ առաջի հերթին կրթված, դաստիարակված, հայրենասեր, հայրենիքի մասին մտածող։ Վերջ, որը կարող է ժողովրդի կոտրած ձեռքը բարձրացնող լինի, ժողովրդի վիճակի, կարգավիճակի մեջ մտնող լինի։ Առաջին հերթին ազգասեր, ժողովրդասեր, տնտեսությունից հասկացող եւ վերջիվերջո դիվանագետ, որ մենք չունենք։ Ունենք այսօր ինչ-որ մեկ այնտեղ նաեւ իրանել մի հատ դպրոցական երեխա ունի օգնական, ամենտեղս այդ դիվանագետությունը մենք չենք տեսնում։ Ես չեմ տեսնում։ Ո՞ւմ եք տեսնում, ով կարող է երկրի մեծ վիճակը։ Ազգային ուժերը, ազգային ովքեր իրենց կյանքում արդեն ապացուցել են, որ իրանք ճիշտ հայ են, մաքուր հայ են, երկրի ազգի ժողովրդի համար մտածող մարդիկ են, ովքեր ունեն մեծ կապեր
ովքեր ունեն լավ թիմ, հզոր թիմ, խելացիներից կազմված թիմ, ովքեր կարող են այս երկիրը ղեկավարել ու կազմակերպել երկրի ճիշտ ընթացքը։ Հայաստանի պետք է Անդրանիկ Փաշայի նման ղեկավար, որ կարողանա ազգի այս իրավիճակից հանի։